Լևոն Հովհաննիսյանն է։ Դերասան, սպորտսմեն, բոդիբիլդեր, մոտիվատոր, էքսկավատոր, mental coach, Apple Watch, դուքստարոննի սկոչ, ասեք կոմպլեքսներին ոչ։ Ես օգնում եմ մարդկանց ազատվել իրենց վախերից, կոմպլեքսներից, անվստահությունից, բանակից, հարկադիրից։ Մի խոսքով ես օգնում եմ ազատվել բոլորի, կարմիր աստղ գագաթին։ Սակայն այդ գագաթին հասնելուց առաջ դեռ պետք է գրանցվել ու անցնել իմ դասընթացները։ Ես չեմ աշխատում միայնակ, այլ աշխատում եմ իմ գործընկերների հետ, ովքեր անցել են իմ դասընթացները, եւ հիմա ձեր բուռն ծափահարությունների ներքո միջ մեր մի շարք անվստահներին բուժելը կծանոթանանք իմ առաջին օգնականին։ Ուշադրություն էկրանին։ Ահա այս գեղեցկադեմ տղամարդը Սարգիսը, ծափահարություններ։ Հիմա դիմավորենք Սարգիսին ու տեսնենք, թե ինչպես է նա կերպարանափոխվել իմ դասընթացներից հետո։ Ծափահարություններ։ Ահա այսպեսի տեսք ուներ Սարգիսը նախկինում, սակայն այն ժամանակ Սարգիսը միշտ սոված էր, չարացած էր և մարդ էր ծեծում։ Իսկ հիմա ինչպես տեսնում եք Սարգիսը այլևս սոված չի, չարացած է ու էլ մարդ չի ծեծում։ Փոխարենը ես նրանց ուտում եմ։ Ինչպես տեսնում եք, ես զարգացրել եմ Սարգիսի մոտ նաև հումորի զգացումը։ Դե ասա 9։ Այո։ Շակում։ Հասկացա, ես Սաքոն եմ։ Մինչև Գուրուլյովի մոտ գալը ես անկանոն էի սվում և ինչպես պատահի։ Բայց Գուրուլյովի շնորհիվ ես հասկացա, որ 6-ից հետո ուտել չի կարելի։ Հիմա ուտում եմ 6 հատ թոնրի գար, 6 կասուլկա տոլմա, 6 կասուլկա հարիսա։ Ես շատ շնորհակալ եմ Գուրուլյովից, քանի որ նա ինձ օգնեց գտնել բացասական երևույթների մեջ դրական կողմերը։ Օրինակ, Կիրակի առավոտյան ռեմոնտ անող քո հարևանը ոչ թե խանգարում է քո քունը, այլ հիշեցնում է իր մոր գոյության մասին։ Ես դերը ցավը տանեմ։ Եվ ինձ շատ են հարցնում, թե ինչու Գուրուլյովը հենց ինձ ընտրեց իրեն օգնական։ Ես ունեմ դրա հստակ պատասխանը։ Խնդրեմ։ Լավ զարգացած, առանց ցելյուլիտի շերտի գեղեցիկ հետույքը ամեն ինչ արժի։ Սենսեն։ Ինչ մեղքս թաքցնեմ, իրականությունը մնում է իրականություն։ Իսկ հիմա ձեր բուռն ծափահարությունների ներքո ծանոթանանք իմ երկրորդ օգնականին։ Ուշադրություն էկրանին, չքնաղ արբի։ Ծափահարությունների ներքո խնդրում եմ դիմավորենք արբին ու տեսնենք, թե ինչպես է նա կերպարանափոխվել իմ դասընթացներից հետո։ Բարև ձեզ, ես Արբին եմ, ես մինչև Գուրուլյովի դասընթացներին մասնակցելու մարզվում էի, ուժեղ էի, կարողանում էինք ինձ պաշտպանել, բայց հենց այդ պատճառով տղամարդիկ ինձ ուշադրություն չէին դարձնում։ Բայց Գուրուլյովի դասընթացներին մասնակցելուց հետո ես էլ չեմ մարզվում, ուժեղ չեմ, փոխարեն տղամարդկանց ուշադրության պակաս չունեմ։ Հիմա իմ հետևից էլ են տիտ-տիտ, սիգնալ տալիս, գեղեցիկ ու ռոմանտիկ կոմպլիմենտներ են անում։ Օրինակ ասում են. «Ազիզ, ես չլի հերթումերը տերորիստներ են եղել, որ քոնան բոմբ են ստեղծել»։ Կստացի ինձ էլ են տենց ասում։ Համեն ասում են. «Ես լնի չլի հերթումերը հացուխ են եղել, որ քոնման բուլկի են թխել»։ Լրիվ իմ պատմությունն Համել ասում են. «Քեզ տեղ տանեմ, ցավը տանեմ»։ Այդ էլ են ուրա Գուրուլյովն էր ինձ ասում։ Սարքում։ Խայտարեք այստեղ։ Մեր թիմն արդեն պատրաստ է և ինչպես ես շեշտեցի, հենց հիմա միահամուռ ուժերով մենք բուժելու ենք մի շարք անվստահների։ Մի շարք անվստահներ, ծափահարություններ։ Его по морде били чайником, и
Բարև ձեզ, ես Միքայելն եմ։ Բարև Միքայել։ Ինչ խնդրեմ ունեք Միքայել։ Գիտեք Գուրուլով, իմ մոտ չափից շատ սուր է զարգացած մեղքի զգացողությունը։ Դրա համար երբ որ ինձնից ներժողություն են խնդրում, ես սկսում եմ լարվել եւ իմ մոտ սկսում է խուճապային նոպա։ Մի հատ կրկնեք չլսեցի կներեք։ Ինչ։ Գիտեք, դուք ասեք այդ բառը, շատ եմ վախենում այդ բառից, էլի։ Լավ, կներեք։ Էլի ասեցիք, չէ՞ խնդրում մի ներեք, մի։ Վերջ, երելի մարդը։ Հաջորդը։ Բարև ձեզ, ես Մերին եմ։ Բարև Մերի։ Դուք ինչ խնդրեմ ունեք Մերի։ Ես ունեմ ֆոբիա։ Ես վախենում եմ տանը մնալուց։ քեզ տեղ տանեմ ցավը։ Սակու։ Չէ, դուք սխալ հասկացաք։ Ես վախենում եմ տանը մենակ մնալուց։ Ինչպես հասկացաք, վախենում եմ մենակությունից ու լռությունից։ Հենց այդ մենակության ու լռության վախի պատճառով ես չեմ գնում գերեզմաններ ու նանայի համերգին։ Մի լռեք, խնդրում եմ մի լռեք։ Ես արդեն շատ եմ լարվում, խնդրում եմ մի լռեք, ինչի համար եք։ Լավ, կներեք։ Ինչ կներեք։ Էլի խնդրում չասեք։ Ժողովուրդ, մի րոպե, ստոպ։ Այդ անցեք։ Հաջորդ մեր մասնակիցը մեր մանանն է, ով ունի ֆոբիա իր հասակից։ Եվ նա կարծում է, թե նա բոլորից կարճ է։ Դրանից ելնելով էլ հիմա ինքներս հետաքրքրվենք։ Մանան ջան, բարև ձեզ։ Ինչպես եք։ Մանանը ես եմ։ Նա ով է։ Ինքը իմ հետ է։ Քանի որ ես կոմպլեքսավորվում եմ իմ կարճ բոյից, ես վճարում եմ հերիքնածին, որ նա միշտ իմ կողքին լինի, որ ես ամենակարճը չլինեմ։ Անհարմար ստացվեց։ Այսօր գնաց։ Վայ, կարճ եմ ես էլի սաղդ բոյով եք։ Սակո։ Կարճ եմ։ Վայ, կարճ եմ։ Քեզ տեղ տանեմ ցավը տանեմ։ Հենց հիմա ձեր աչքերի առաջ տեղի ունեցավ մեր այսօրվա առաջին հրաշքը։ Նա բուժվեց։ Հաջորդ մասնակցին իր իսկ խնդրանքով կներկայացնեմ ես, քանի որ նույնիսկ ամենապրիմիտիվ հարցին նա պատասխանում է մաքսիմալ անհեթեթ ու անտրամաբանական։ Վլադիմիր, բարև ձեզ Վլադիմիր, ինչպես եք։ Ինչպես է հարաբերական է, քանի որ խնդիրն ունը չէ, թե ես ինչպես եմ, այլ խնդիրը գալիս է դեռ հին Հունաստանից, որտեղ սովորել է Սև Արիստոտելը փորձում են հասկանալ էքզիստենցիալ արծի բնորոշ գիտական անելիությունը եւ սուբլիմացիոն դեմոգրաֆիկ բոլորաբույժ դելևեջները այնուամենայնիվ ըստ Վիքսել Լիզալազարյանի պսիխոտիպան կարծրատիպին իմ կսկոսկրը անհրակապտկային մկանից հիշեցնում է Դամոկլեան սրի վտանգի մասին։ Իսկ արդյոք այդ ամենը ձեր մոտ գենետիկական բնույթ է կրում Վլադիմիր։ Այո, դե ոնց շատ շուտացի, փոխանցվել է տատիկիցս։ Մարդու իրավունքն է, պաշտպանված են։ Ես զեյթունում եմ մեծահասակներին անապահով, այն որ ասում եմ, ես դրանց մեջն եմ, միջոց հարումներով, ուրախությամբ ամուսնացած չեմ, բայց կուզենայի մի քիչ մեր ղեկավարին, մեծ խելք բաժանել եւ մենք հասնենք մեր հաջողությանը։ Իմ տատիկն է, հիանալի կինն է, այն սովորել որ դեռ հին Հունաստան սովորել է Սև Արիստոտելը փորձում են հասկանալ էքզիստենցիալ արծի Եվ մեր վերջին անվստահ, խնդրեմ առաջացեք ներկայացեք։ Բարև ձեզ, ես Գորն եմ։ Բարև Գոր։ Դուք ինչ խնդրեմ ունեք, գո։ Ես հենց սուտ եմ խոսում, սկսում եմ երգել։ Օ, մի հատ կստեղծագործեք մեր համար այդ դեպքում։ Այո։ Սիրում եմ ձեզ անսահման, ես անսահման, բոլորը շատ ադեկվատ են կան նման, Գուրուլյովը կբուժի, մեզ կբուժի, ու անիմաստ մեր փողերը չի մսվի, ես երկով կստեմ ու կխապեմ ձեզ, ինչ լավ կյանք է բաժին հասել մեզ ու ձեզ, թոշակները միլիոնի են հասցրել, իսկ հարկերը ու վարկերը վերացրել, ասֆալտը ամուր ամուր, օդը մաքուր առանց մուր, ասֆալտը ամուր ամուր, 24 ժամ ենք ունենք ջուր, ասֆալտը ամուր, շամշանը մնաց անուր, ունենք ընտիր պետություն, կլնի արդար ընտրություն։ Ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ, ջուրի դուք ամենալավն եք, տաղանդավոր եք, Վահի ջան, դու աշխարհում ամենասիրունն ես, չքնաղես։ Ես բլոգեր, ինֆլուենսեր, սոցիալ մեդիա մարքեթինգի մենեջեր եմ։ Էհա, ես էլ բանգլադեշցի եմ։ Նանո ջան, ինչ ա եղել, ցավը տանեմ, ինչ ա եղել, ինչ պրոբլեմ կա տղամարդկանց հետ։ Մի հատ ասա տենա։ Բայց թե ինչ խնդրեմ կա, սա
ձեզանից է էլի գալի։ Ասեք ո՞նց է մեզանից գալի։ Տենց։ Չի կարա մեզանից։ Կարա տենց։ Չի կարա։ Կարա տենց։ Չի կարա։ Կարա։ Արա Հայկո ջան ախտուր։ Լավ։ Դա հիմա նա ես քեզ ոնց եմ մի քանի օրինակով հակառակը ապացուցում։ Օրինակ ով խնձորը կերավ ու սաղից դրախտից հանին, ում պատճառով Եվայի։ Հա, Եվայի։ Տրոյական պատերազմը ում պատճառով սկսավ։ Ելենայի։ Չգիտեմ, դուք իմանաս։ Ելենայի։ Կամ այս Երևանի պրոբկեքը ում պատճառով է։ Կանանց։ Առհա։ Տիգրան Աբինյանի։ Այս մեկը ճիշտ է ասում։ Ջորջան, դու տեղերին ա խփում, ինչ անեմ։ Լավ, նանո ջան, որպեսզի մենք երկար բարակ չվիճենք, դալիճում նստած է իմ կինը, քո ամուսինը, վայ քորը, սխալ շեշտադրման պատճառով տպավորությունը, թե նույն մարդու մասին եմ խոսում։ Իր կինը Գոհարը եւ քո ամուսինը Հայկը, մի հատ առաջարկում եմ, մի հատ ծափարենք մեծի լինեին։ Քո կողմից շատ սիրած ամուսնու։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի մենք չվիճենք, ես առաջարկում եմ իրանց միջոցով վերհանենք տղամարդկանց եւ կանանց միջև եղած խնդիրները։ Ասա տենամ ինչ ա եղել, նանո ջան, խիես հել է բեր։ Ասում եմ, Անդո, ասում եմ, Անդո, ասում եմ քեզ, ասում եմ։ Ժողովուրդ ջան, տեսել եք, չէ՞ որ այն տարբեր նախագծերի բեմերից զույգերը իրանց այս ամուսնության առաջարկությունն անում։ Ինչ սիրուն է, չէ՞, մոտոնի, ծողիկ։ Իսկ ես այսօր այս բեմից ասելու եմ, որ Հայկո, ես քեզանից բաժանվում եմ։ Եղավ, ու տենց աչքերը թրթռացնելով չնայես վրես։ Ես քեզանից բաժանվում եմ ու տենց։ Չնայես։ Երնեք քեզ Հայկո ջան։ Չէ, Գոհար ջան, բաժանվելու բավ չէ։ Նայելու բավ։ Ինչի համար ես բաժանվում։ Նանո ջան, ինչ ա եղել այդ գյոզալ տղուց ինչի համար ես բաժանում։ Ասենք ինք օրինակ խմում ա։ Չի։ Ծխում ա։ Չի։ Գիշերները ուշատուն գալի։ Դեր մնում պակաս։ Քեզ նվերներ անում ա։ Հա, անում ա։ Կյանքս կամուսնանաս հետս ախորդ պես։ Լավ ես կատակ եմ անում։ Բա ինչի ես բաժանվում մի տենց տղուց։ Ինքը ինձ շեյմինգի է ենթարկում, ինքը ինձ բուլինգի է ենթարկում։ Ինքը խախտել է բոլոր կանացի իրավունքները։ Մի խոսքով դու red flag ես։ Ախպերս, ես ասել ես ճաշը անալի, հա։ Հələ նայ որ ասում հա։ Հələ նայ որ ասում հա։ Նայ որ գլխով ան։ Իսկ դու հասկանում ես, չէ՞, դա անալիտիկ ինչքան թաքնված բաներ կա, հասկանում ես, չէ՞, որ ես վատ տնային տնտեսում եմ, որ ես ճաշ սարքել չգիտեմ, ու դարբես, որ ես վատ կնիկ եմ, ու դարբես, որ ես չաղ եմ։ Չաղ ես։ Այդ չաղ ինչ կապ ունի տնային տնտեսում։ Բաներ ասեցի, ճիշտ է, չէ Գոհար։ Գոհար ճիշտ է, չէ Գոհար, ասա հա։ Գոհար ասա հա։ Աղջի գլխով արա, մեկը չի տենում։ Այ նանո ջան, ինչ։ Մի րոպե, հա։ Ասա, էլի։ Մի տարի դիմենք։ Մեկը դու ես ասելու։ Հա, ես եմ ասելու։ Մի տարի դիմենք դալիճի օգնությանը, հա։ Դիմի, հա։ Արի։ Ահա։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրում եմ ուշադրություն էկրաններին։ Քանի որ դուք մեր կանանց հանդեպ ուշադիր չեք, ես ուզում եմ հարց տամ։ Այս շորը ինչ գույն է։ Վարդան ջան։ Մի րոպե, տղա ջան, հերթ կասնի։ Հա, չան գնում, որ եկես։ Վարդան, այս շորը ինչ գույն է, Վարդան։ Կարմիր։ Վարդան, մազերը տա կարմիր, Վարդան, էսի խակի կարմիր է, Վարդան։ Ուրիշ բան չեք նկատում, հա? Ուրիշ բան չեք նկատում, եղուկները նոր է սարքած, բա ուրիշ բան չեք նկատում, մազերը նոր է ֆենած, ու տորապես խնք ես աղջկան սենց ուշադիր նայում, հա? Հայկո, անդու? Չէ, այ նայելու պավոր իմ վրա բոշկա մի գլորի, լավ, հիմա ես եմ դիմում դալիճի կանանց, մի հատ խնդրում եմ, նայեք ես նկարին ու ասեք ես մեքենան ինչ գույնա ներկած։ Սև։ Նախ ներկած չի, փչած է։ Երկրորդ էլ սև չի, սև մատվի է։ Նայեք էլի ուշադիր նայեք ու ասեք, էլի բան չեք նկատում։ Չէ։ Ոնց չեք նկատում, ախր ոնց կարելի է չնկատել, ասեք պագրիշկեքը զիմնի է, կալոտկեքը նոր է փոխած։ Բայց խփեք կանայք այդ ամեն ինչը նկատեն։ Յա, այնենց մենք պետք է նկատեինք, որ այն աղջկա պերեդոկը փոխած է, բայց դուք չպետք է նկատեիք, որ այս ավտոյի պերեդոկը փոխած է, հա։ Անդո, դու հասկանում ես, չէ՞ որ բացի այդ ձեր մեքենաներից կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Ախր ինչ կարա լինի ավելի կարևոր բան, քան մեքենան։ Ավելի կարևոր բան դա հարսանիքն է, Անդո։ Հարսանիքը ձեր համար է կարևոր։ Կներես Գոհար ջան, բայց սաղ ասելու եմ։ Մի հատ նանո ջան, որ խնդրեմ, ինձ չէ, ժողովրդին ցույց կտաս քո հարսանեկան նկարը։ Ոյ, իհարկե, խնդրեմ։ Նանո ջան, որ խնդրեմ կներկայացնես քո հարսի շորը։ Հա, իհարկե, իմ շորը կարվել է 1 ամսում, արժեքը 500,000 դրամ, գնել եմ լաքշերի բյուտիկ սալոնից։ Ու ինչքան ես հագել։ Մի օր։ Չէ, ավելի կոնկրետ։
Վեճան։ Իսկ հիմա ես իմ հարսանեկան նկարով ցույց տամ բոլոր տղամարդկանց կոստյումը։ Խնդրեմ, համեցեք։ Իմ կոստյումը արժեր 50,000 դրամ, առել եմ 10 րոպեին Բանգլադեշի յարմրկից, պիջակ նկարած է չինացիների կողմից։ Հագնում եմ միջև հիմա, հագնում եմ դեռ շատ երկար ժամանակ, ասեմ ավելի, սրանով էլի թաղելու են։ Անդո համստացի։ Դու ո՞նց չես հասկանում, որ հարսանիքդ կյանքի հիմքն է։ Ոնց այդ օրը վայելես, տենց ամբողջ կյանքդ կապրես։ Ոնց այդ օրը վայելես, ամբողջ կյանքդ կապրես։ Լավ, Նանո ջան, մի հատ խնդրում եմ, բոլորիս կներկայացնես ձեր հարսանեկան օրվա մենյուն։ Վայ մեծ հաճիկը ժողովուրդ ջան, ուրեմն իրեք գարաչի կար չալաղաճ են, սենց լավ կտորներով, այնտեղ քյուֆտեն հաճարի փլավով, ճուտը ֆրիով էր, 4 տեսակի աղցանները, թթուվարունգ, ռեժան, մածուն, այնտեղ խմիչքների լայն տեսականի 1-4 հարկանի տորտ։ Ու այդ մենակ այդ օրը։ Իսկ հաջորդ օրվանից սկսվում է։ Ձվածեղ։ Ձվածեղ, ձվածեղ, ձվածեղ։ Ձվածեղ։ Ձվածեղ, ձվածեղ, ձվածեղ։ Ձվածեղ պաստուրմով։ Ձվածեղ։ Ձվածեղ, ձվածեղ։ Միատ հանգստացի։ Ես մենակ ձվածեղ չեմ կարող սարքել։ Ճիշտ է, մեկ էլ են բորշը անալի։ Նանո ջան, որ խնդրեմ մի հատ բորշը ցույց կտաս ժողովրդին։ Ջորջ ջան, առհասարակ, ես չեմ դուք եք, էլի խնդրում մի հատ ասեք։ Բորշը ինչ գույն է լինում։ Անդո բորշը ինչ գույն պետք է լինի, Արա ես չեմ տեսել, չգիտեմ, Չես ասել են, ասել են, որ կարմիր լինի, Վարդան ջան, ասիշ ջան, Վարդան, բորշը ինչ գույն է։ Կարմիր։ Վարդան, մասերը տա կարմիր, Վարդան։ Լավ Նանո, Արի, Նանո ջան, լավ արի։ Լավ Նանո, դու հիշում ես ոնց էիր ուտելիք պատրաստում ամուսնությունից առաջ ու ոնց ես պատրաստում հիմա։ Հա։ Նոր ամուսնացած զույգը խոհանոցում։ Կյանքս մի հատ տեսեփելա թե չէ։ Հա, եփելա։ Հա։ Իսկ հիմա նույն զույգը 2 տարի անց խոհանոցում։ Այ տղա, մի հատ լափի տենակ թթվելա թե չէ։ Այս տոշնի եմ բաժանված ընկերուի տա։ Այսինքն։ Փչացա տա։ Լավ Ժողովուրդ ջան, իհարկե այս ամեն ինչը կատակ էր ընտանիքում ամենակարևորը։ Պետք է լինի սեր եւ համերաշխություն։ Զիջեք մեկըդ մյուսին եւ ի վերջո տան մեջ ճիշտը կինն է։ Իսկ դու մեղավոր ես, Հայկո ջան, մեղավոր։ Սեր եւ համերաշխություն, հեսա գոհարը նայ ինձ ինչ անելու արա։ Aquashield տինտակոլից ջրամեկուսացման նոր մակարդակ, պատրաստ օգտագործման մոնոկոմպոնենտ լուծում, բարձր էլաստիկություն նույնիսկ ցածր ջերմաստիճաններում, չի պահանջում ցանց կամ լրացուցիչ ամրացում, արագ եւ հեշտ կիրառություն, արագ չորացում, աշխատանքը հնարավոր է ավարտել 1 օրում, սալիկապատում արդեն 24 ժամ հետո կիրառվում է նույնիսկ արկա սալիկների վրա, հարմար է ներսի եւ դրսի բոլոր խոնավ տարածքների համար։ Քլորադիմացկուն իդեալական լողավազանների, տերասաների, լոգասենյակների եւ այլ խոնավ եւ ջրի հետ շփող տարածքներում ջրամեկուսացման համար։ Aquashield հուսալի պաշտպանություն ջրից, արագ եւ արդյունավետ։ Տինտակոլ, երբ ժամանակն անզոր է։ Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք, սիրելի հանդիսատես եւ հեռուստադիտող։ Բարեկամներ, ես Արման Գևորգյանն եմ, ունեմ ապրելու բավականին մեծ փորձ եւ իմ ողջ կյանքի ընթացքում նկատել եմ մի բան, որ հիմնականում քաղաքականությամբ զբաղվում են քաղաքականությունից հեռու մարդիկ, սպորտսմեններ, դերասաններ, զինվորականներ, Տիգրան Արզականցյանը։ Նկատել եմ նաեւ հարգելիներս, որ մինչ օրս քաղաքական բարձր դիրքերում եւ պաշտոններում կարելի ասել մենք չենք տեսել ոչ մի պրոֆեսիոնալ երաժշտի կամ թեկուզ գոնե երաժշտական տաղանդ ունեցող որևէ մեկի։ Չնայած ճիշտ եմ ասում, թեկուզ որևէ երաժշտական տաղանդ ունեցող որևէ մեկի։ Այդ իսկ պատճառով բարեկամներ, ես որոշեցի տաղանդավոր երաժիշտներից կազմել կուսակցություն, որի անունը կլինի Վերջաբեն։
Եվ հիմա վերջապենդի կողմից առաջադրված առաջին տեխնացուին եմ ուզում ձեր ուշադրությանը ներկայացնել, դիմավորեք Քրիստինե Աղաբեկյան։ Քրիստինե Աղաբեկյան, նույն ինքը Գուսան Քրիստի, Գուսան Քրիստի ձայնի համար մարդ կծեցի։ Ձայն է բերող ալայա, ձայնի համար պիս գողա, Աղով իշքան մարդ գտնի, հողով նացեք գտնի Ձայներ վերեմ պարտեզից, ձայներ վերեմ դպրոցից, ձայներ վերեմ եժեկից, ան, Լինես նույնիսկ խանգուցյալ, ձայնդ կդաս մեզ համար, կքվյալ ես ամուրաթար Գուսան Քրիստին, արգելիներս, ցանկանում է դառնալ վարչապետ, որ ավելի թանկով հարսանիքներ երկի Մեր մյուս տեխնացուին եմ ներկայացնում, դիմավորեք Գևորգ Համբարձումին։ Գևորգ Համբարձումյան, նույն ինքը Գևորգ Մհերի, ընտրեք նրան և ձեր ակտերը կների։ Ակտերը թագեմ, նահը կթագեմ, Տուգանքը թագեմ, իմ քայլով ընդդիմությանը մեր ձևով փակեմ, Շարունակում ենք և ես... Արման ջան, կներես, կարծում եմ մեր վերջապենդը հավաքված է և կարող ենք սկսել մեր երաշտական քարոզարշավը։ Գևորգ ջան, ձենդ աղ ու բիբարով կտրեմ, է։ Վաղա շաքարով։ Չէ, շաքարը ուրիշ մարդու բիզնեսան է։ Շարունակում ենք հարգելիներս, մեր մյուս տեխնացուին եմ ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը, դիմավորեք Լիլիթ Բաղդասարյան։ Ծանոթացեք երեխեք ջան Լիլիթն է։ Արման է սովա։ Ինքը Լիլիթն է, Քրիստիան, շատ տաղանդավոր մարդ, հրաշալի վոկալի տեր անձնավորություն, պլյուս պապան էլ փողատեր։ Բայց ինքը կարա երկի։ Չեք լսել ոնց է երգում, մի հատ զգացեք։ Who let the dogs out? Who let the dogs out? Բրավո, որ սենց հաչալով երկի հաստատ խազերում մրցանակ կստանա։ Լիլիթ Բաղդասարյան, լավագույն հաչոց։ Ինչ եք խոսում, երեխեք, ինչ եք խոսում, ով հաչա, Լիլիթի գործերը միշտ էլ հաչա, միշտ իմացեք։ Հետո ինքը տիկտոքում, որ սենց երկի, գիտեք ինչ կատուներ կուղարկեն։ Իսկ կարող է առյուծներ։ Չէ, ոնց որ ասում առյուծի ուրիշ մարդու կենթանի է, մենք դրա գործը։ Եղավ ախտեր ջան։ Արման ջան, հասկացանք, որ սենց երկում է, բա մեր քաղաքական թիմում ինչ անելու։ Ասեմ հեսա, Գև ջան, պրոստը կոկորտես չորացել է մի կում ջուր խմեմ, ասեմ, համել ընթացքում մտածեմ, էլի։ Լիլ ջան, ես շիշը բռնի։ Ես շիշը բռնի ու սենց մնացավ է տանը։ Վերջում էլ կընտրվենք ու կուսակցությունից կհանենք, չէ Լիլիթ ջան։ Գուլյա տարա։ Հարգելիներս, քարոզարշավի շրջանակներում ուզում ենք անդրադառնալ մի շատ կարևոր ակտուալ խնդրի, այն է ամուսնալուծությունը։ Բայց մենք չենք ուզում պրոպագանդել կամ առավել ևս քաղաքականացնել ամուսնալուծությունը, մերը պարզապես երաշտական ուրախ ամուսնալուծություն է։ Վայելեք։ Այսօր Comedy Liga-ի դատարանում կլսենք Գևորգի և Քրիստինեի բաժանության հարցը։ Լսում եմ Քրիստինը։ Ինքը ինձ դավաճանել է։ Ով ես։ Չեմ դավաճանել։ Դավաճանել ես։ Ով ասել։ Մեր փողոցի աղջիկները ինձ ասին, ձեզ տեսել են սրճարանում միասին, են իմ սիրած վարդերով, թանկ ու կարան զարդերով, ախ իմանամ թե նա ով է ով։ Ով է եղել ով։ Կարող սկզբից ասել։ Կարող եք։ Կուչում նստած մենակ, կեզ էի կարոտում, քո ես վերջին նկարներն էի նայում ու լայքում, ինձ լայքով աղջիկներին էի քրվում բլոգում, մի խոսքով անում էին ենց ոստու էի դասում, ասի գնամ ռեստորան, սեղան պատվիրեմ, ծաղիկներով ու զարդերով նստեմ քեզ սպասեմ, են էլ մի հատ բորշ խնդրեմ,
Ուզում ես ասես, մեր փողոցի աղջիկները քեզ տեսել են զարդերով ու իմ թանկ ծաղիկներով։ Հա, բոմժն Չեմ ա եղել։ հավատում։ Բոմժն ա եղել, կապացուցեմ։ Դիմավորեք բոմժ վկային։ Ձեր փողոցի աղջիկները քեզ խաբին, ռեստորանում մեզ տեսել են միասին։ Ես քո սիրած վարդերը, թանկ ու կրակ զարդերը, քո մարդը սիրով ինձ նվիրեց։ Խելքը ասա, որ գնացիր էշի մեջից նախրի ճակատը պաչիր, ես ծում ես հարս բերի այդ տղա։ Ժողովուրդ ջան, չգիտեմ սրատակից ոնց ա դուրս գալու։ Վալենտինի օրը եկավ, վրեն երկար կյաժ մազերով, վզին էլ պաչած։ Հա ով ա ասել։ Սուտ ա եղել։ Հա ով ա ասել։ Մեր փողոցի աղջիկները ինձ ասին, ձեզ տեսել են համբուրվելուց միասին, կյաժու երկար մարսերով, թանկ ու կրակ ավտոյով, ախ իմանամ թե նա ով է ով։ Ով ա եղել էդ լիրթը։ Հեսա կասեմ, կարամ սկզբից ասեմ։ Քուչում նստած մենակ քեզ է կարոտում, Վալենտինին ինչ նվիրեմ էդ էի մտածում, Dyson iPhone Dubai Tops կամ էլ վարկ վերցնենք, որ իմ սիրած զոքաչ մորը վինիրներ տնենք, վերջը որոշեցի քեզ թարգավ տովարնեմ, ու էդ կապակցության պասի դալալին զանգեմ, դալալը պասվեց երկար կյաշ մազեր ուներ, իմացավ քեզ շով եմ անում տվեց համբույրներ։ Ուզում ես ասես, մեր փողոցի աղջիկները քեզ տեսել են, երկար կյաժ մազերով դալալի հետ համբուրվելիս։ Հա, չեմ հավատում։ Կապացուցեմ։ Դիմավորեք դալալ վկային։ Ձեր փողոցի աղջիկները քեզ խաբին, մեզ տեսել են ավտոյի մեջ միասին, մարդու կողքս նստեցրի, խփած ավտոս նախտեցի, վայ քո մարդու վիզը ես պաչեմ։ Ստոպ։ Ես բոմժին պարիկ ես հացրել բերել ես, ուզում ես, որ ես քեզ հավատամ։ Քրիշչյան, կյանքս, 1000 եմ ասել, քերուս բոմժ մի ասա։ Եվ սպորտը տեղը դրի, լավ այլ։ Պրոստը քո խելքը ասա, այլի գնացի նախրի մեջի չգիտեմ, այդ ինչ էր պաչիր, բանալի դեկար։ Հələ տենամ ես դավաճանության տակից ոնց ես դուրս գալու։ Մեր փողոցի աղջիկները ինձ ասին, ձեզ տեսել են ծնդատանը միասին, երկու գծամի թեստով, թանկ ու կրակ խայլասկով, ասա տենամ հղինով է ով։ Ով ա եղել էդ հղին։ Կյանքս, ես սպասում եմ ես հարցին, կարամ սկզբից ասեմ։ Կարող եք։ Քուչում նստած մենակ քեզ է կարոտում, ծնունդդ Մալդիվներում անել է ուզում, դրա համար լիստով պոչքի քեզ էի ծախում, են էլ նորմալ գնով պոչքը առնով չի գտնում, ու այդ պահի պատահական լուր ընկավ աչքիս, հղի տղա մարդուն $1,000,000 են տալիս, աչքերիս չհավատացի նորից կարդացի, որ հղի տղա մարդուն $1,000,000 են տալիս։ Ոնց, ուզում ես ասես հանունից հղիացել ես։ Լավ չես, ես չէ։ Բա ու բա։ Դիմավորեք Գևորգի քեռու։ Ձեր փողոցի աղջիկները չեն խաբել, որ ծննդատան դիմաց են մեզ տեսել, հանուն քո թանկ զարդերի, Մալդիվների ավտոյի, ինձ դարձրին սուրոգատ հայրիկ։ Սուրոգատ հայրիկ եք ինձ դարձել, ցավը տանեմ, հարս ջան, այդ ինչ տեսել ես քո մարդը չի եղել, ցավը տանեմ, բոմժնել եմ ես եղել, են դալալնել եմ ես եղել, նույնիսկ հանուն ձեր ընտանիքի պահպանման հղիացել եմ, մեռնեմ ջանը, որ ամուր մնամ։ Ճիշտ է, մի քիչ տոքսիկոզ վիճակ կա, մոտով մեկ ամեն դեպք։ Տիկին դատավոր, կյանքս, քիչ էր մնում ես կյաշ մազերիդ պատճառով բռնվեինք, բայց չմտածես էլ այդ զարդերը ավտոյա վանա տեն սաղ տեղը կգցես տղեն, այդ երեխուն էլ ես տղեն տեր կկանգնին։ Բայց ես հաղ Դու չեք է։ Բարի երեկո հարգելի հանցատես, սիրելի ժյուրի եւ հեռուստադիտողներ, բեմարտակին է Լևոն Հովանեսյանի անվան հոգու թիմը։
Մեկ շաբաթ անց մենք կրկին բեմ արտաքին ենք, մենք ձեզ կներկայացնենք մեր օրյա հեքիաթային պատմություն։ Դե ինչ, սկսենք։ Ժուկով ժամանակով կար մի թագավորություն, որտեղ ապրում էին սովորական մարդիկ։ Մեր աշխատավարձերը ցածր են։ Մեր թոշակները ցածր են։ Մեր հարկերը բարձր են։ Մենք գործազուրկ ենք։ Ստոպ, երեխեք, ասացի հեքիաթային։ Կարանք այս նույնն ավելի հեքիաթային ու ռոմանտիկ։ Կարանք, սկսեցինք։ Ժուկով ժամանակով կար մի թագավորություն, որտեղ ապրում էին սովորական մարդիկ։ Մեր աշխատավարձերը ցածր են։ Մեր թոշակները ցածր են։ Մեր հարկերը բարձր են։ Մենք գործազուրկ ենք։ Եվս հիանալի թագավորությունում կար չքնաղ արքայադուստր։ Եկեք բոլորը կանչենք արքայադստերը։ Ար Քա Յա Դուստր Արքայադուստր Սերը ձեզ թող ջերմություն տա։ Հələ մի րոպե։ Մենք գործազուրկ ենք, անապահով ենք։ Այդ սերը որ տալիս ես մեզ, ինչ կարող ենք անել։ Քո սերը ոչ կոմունալ կարող ենք վճարել։ Չեն կարող անգամ հեռախոս լիցքավորել։ Ոչ են կարող ենք ֆար փոխել։ Ո ինչ տարօրինակ է։ Իսկ իմ սիրո դիմաց Դուբայի իմ տան վարձնել էին տալիս, կոմունալսել էին տալիս, ասեմ ավելին, այս iPhone 17 Pro Max-ն են իմ սիրո դիմաց տվել։ Ախրարքայադուստր, դա Դուբայում, Հայաստանում այսպիսի գործունեությունը քրեականորեն պատժվում է։ Բայց ինչի ես տենց ասում։ Ես Դուբայում բլոգեր, ինֆլուենսեր ու մոդել էի աշխատում։ Հա, բոլորն են տենց ասում։ Եվ այս հիանալի թագավորությունում, եթե կա չքնաղ արքայադուստր, պետք է լինի նաև հզոր արքայազնը։ Կանչենք բոլորով հզոր արքայազնին։ Ար Քա Յա Զ Արքայազն Ես եկել եմ, հասել եմ այստեղ հեռավոր լեռներով, անցել եմ հազարավոր կիլոմետրեր, որ հասնեմ քեզ, չքնաղ թագուհի։ Օ, ասպետ, իսկ դու սպիտակ ձիով ես եկել։ Ոչ, իմը սպիտակ ձի չի, իմը սպիտակ չինական BYD է։ Comfort Plus։ Ասպետ, իսկ դու ռոմանտիկ ես։ Իհարկե, չէ որ ես bodybuilder։ Ինչ ռոմանտիկ է, հնչում դեբիլդիբիլդեր։ Bodybuilder։ Դեբիլդիբիլդեր։ Bodybuilder։ Դեբիլդիբիլդեր։ Նայ։ Bodybuilder։ Դեբիլդիբիլդեր։ Տերի մաստված։ Շահոր ջան, քանի որ մեր գեղեցկուին մի քիչ ձիգ է հասկանում։ Եկեք բոլորով միասին օգնենք, էլի խնդրում եմ։ Վալո։ Գնաց։ Բոլորով միասին։ Պի։ Գատ բոլորով միասին։ Bodybuilder։ Դեբիլդիբիլդեր։ Խորասան, պաստորը դու մենակ սիրուն ես, հա։ Քանի որ չես հասկանում, ես հենց հիմա ցույց կտամ, թե ինչ է նշանակում bodybuilder։ Հա, ցույց տուր։ Հոտու խայտարակ չես սորա, միացրու։ Դիսկ այդ խնդիրկա չունենք ուրիշ։ Արամ է տերմինատրից, գլադիատրից մի բար միացրու։ Լավ, դու պատրաստես միացնեմ։ Արա հոտու խայտարակ չես, մեզ երեխեք են նայում։ Երեխեքի համար։ Այ խայտարակ։ Թագոյին ստեյա, մի հատ թագավորական գոնե մի բան դեր։ Թագավորական երբ արքայազնի համար։ Աման, 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 աման,
լինել իսկապա Իր խամույքի վար աշխարհում նա աշխարհական Եվ այս հիանալի պատմության ժամանակ պետք է ընդհատի հակահերոսը, իսկ մեզ մոտ հակահերոսը դա Դևն է, կանչենք բոլորով Դևին։ Դև, ես խես հայկական ժողովրդականի տակ գալիս։ Որովհետև ես սովորական դև չեմ, ես Դևի Դևոյանն եմ։ Պաստորեն դու բարի դև ես։ Առհա, չասկացա, ես ես ուզում եք ամուսնանայք, հետո գնաք Մեղրամիս, Եգիպտոս, օրը 3 անգամյա սննդով, 7 օրվա անսուբերդան հանգիստ։ Ժողովուրդ ջան, կներեք YouTube-ի գովազդները մեր մոտ էլ հասավ, շարունակենք։ Ես դա դու չեմ տա։ Այդ ես քեզ դու չեմ տա։ Ես սրել եմ իմ թուրը ու հրավիրում եմ քեզ մենամարտի։ Դե որ սրել ես, հենա անգերուտ հրավիրում։ Լեկտի հումորները քեզ պայի ու հետս մենամարտի տախավարի։ Տաղավարից գոնե դու մի խոսա, էլի, այ Էլոսի զոհ, այ Ալեքսանդրիտի մշտական հաճախորդ, ես կարատեիստ եմ, ում ուզեմ մի շարժումը կպարկաստեմ պոլին։ Ես էլ բոդիբիլդեր եմ, ում ուզեմ մի շարժումը կպարկաստեմ։ Ստոպ, կլնի արքայդուստրը որոշի ու մետա լինելու։ Արեք ձեր առաջարկները, տեսնենք ում կընտրի։ Հիմա։ Ես եկա։ Արքայդուստրը լսիր։ Ես ունեմ։ Ես քեզ տանել եմ Մալդիվներ, որտեղ դու ամեն օր զագար ես ընդունելու ու ինչքան ուզես շոփինգ ես անելու։ Չեղավ ապեր, ինքը գալու է իմ հետ իմ դղյակ, ինքը լինելու է իմ երեխեքի մաման, ինքը ամեն օր զակատ է փակելու ու մնալու է օջախի աղջիկ։ Ես ընտրում եմ Դևին։ Դե ինձ սիրելի հանդիսատես, դուք հենց նորականատես եղաք, թե ինչպես է հասարակ կենցաղը հաղթում ռոմանտիզմի։ Ներկայացնում են կարանյութերի շարք Տինտակոլից։ Օսմոտիկ էֆեկտով ցեմենտային կարանյութ G07 Prime Growth։ Դիմակայում է խոնավությանը և ժամանակի փորձությանը։ Ապահովում է ամուր և անթերի արդյունք։ Կվարցային անգրիպ կրանյութ Տինտակոլից։ Նոր սերնդի կվարցային հիմքով կարանյութ։ Պատրաստ է օգտագործման։ Պարզապես պետք է բացել, խառնել և կիրառել։ Ունի բարձր դիմադրություն, մաշվածության և ծանրաբեռնվածությանը, տարիների ընթացքում գույն չի փոխում։ Իդեալական է ինչպես տան, այնպես էլ հանրային տարածքների համար։ Խոնավակայուն և էլաստիկ, չի ճաքում, չի կայքայվում, պաշտպանված է բորբոսից և սնկից, չի փոխում իր երակները տարիների ընթացքում։ Տինտակոլի մյուս կարանյութը Bond Master-ն է։ Էպոքսիդային հիմքով, ունիվերսալ կարանյութ։ Ունի զրոյական ջրակլանելիություն և ջուրը չի անցնում Bond Master-ի միջով։ Իդեալական լուծում լողավազանների, լոգասենյակների, մոզայկաների համար։ Չի մաշվում, չի քերվում, չի կորցնում իր տեսքը։ Գույնը չի փոխում ժամանակի ընթացքում։ Էկոլոգիապես մաքուր է և լիովին անվտանգ։ Տինտակոլը, երբ ժամանակն անզոր է։ Հոշակները բարձրացնեմ, աշխատավարձը բարձրացնեմ, հարկերը պակասեցնեմ։ Գիտեք ինչ կա, Հայաստանը 1000 անգամ լսել է նման խոստումներ ու նման երգեր։ Նրան այսպիսի խոստումներով չեք զարմացնի, պարոն Մարուքյան, հաջողություն։ Ինչ ա, զինված կոպորտ է։ Եկեք կանչենք առաջին նախագահին։ Բարի երեկո Հայաստան, բարի երեկո Սփյուռք, 12 points go to HS ուրիշ կոնկուրսից էր, դե մեծ մարդ եմ խառնում եմ։
Իրականում ես Հայաստանին շատ վաղուց եմ հիշում, ինքը փոքր էր դեռ, գիտեք որ ժամանակներից եմ հիշում, այն դախլից, որ սնիկերս էինք առնում 4 մասի բաժանում, որ տան անդամներին բոլորին հասնի, այդ ժամանակվանից եմ հիշում, բայց փորձեմ կրկին գրավել Հայաստանից։ 90-ականներից ես ու դու միասին ենք, մոմերի լույսի ներքո մենք իրար տակացնում ենք, հացի չեքով պլեջի պլեջով զավակներին սնում ենք, սովաս ծարավ ապրելով օպերայում պարում ենք, առաջինը լևոն էր, ձեր հայրն էր, ժողովրդի մեծ սերն էր, աշխարհն էր, առաջինը լևոն էր, ձեր հայրն էր, ժողովրդի մեծ սերն էր, աշխարհն էր։ Ժողովուրդ, մի տեսակ սենց ֆուջիկայի, սալյարկայի, սենց դերբի շոկոլադի, դուք էլ զգացիք, չէ՞։ Լավ, ինչև է, եկեք կանչենք երկրորդ նախագահին։ Կանչել պետք չի ոչ մեկին, ես կբերեմ, ես իրենել եմ բերել, ես ինքան մարդկանց եմ բերել, դրա համար էլ համարվում եմ քաղաքական դաշտի արագիլ։ Արի, հայր մերը սովորեցիր վերջը։ Այ մարդը հասկացանք, էլի սպանեցիք, թողեցիք հայր մերը սովորեցիր։ Ես այսօր այստեղ եմ և հույսով եմ, որ ինձ կընտրի Հայաստանի մայրիկը, Հայաստան մայրիկը։ Խապել եմ քեզ, որ չեմ սիրել քեզ գժի պես, որի պրթե, ռուսիրած եմ ունեցել, նեղավոր, որ մեր սիրը չքացավ, բայց կարծեք իրացներում մահացավ ու ուշ դարձավ։ Նիկոլի գրտում ես դու, Ալենի սրտում ես դու, Կրանդի ճունտերն են համ կուլոն կեզ գուրգուրում։ Դե ինչ եկեք տեսնենք Հայաստան մայրիկի արձագանքը։ Շատ լավ երկեցիք, ինչպես կասեր դասականը, դուք ադամանդ եք։ Այ մարդիս զզվծրիկ էլի, ես հազար ասեցի Աֆրիկաներում ոչ մի ադամանդի գործարան չունեն, Ամերիկաներում ոչ մի ոսկու հանքեր չունեն, օֆշորներում ոչ մի հաշիվներ չունեն, ավելի կոնկրետ Պանամայի են խաշմերուկի սվետաֆորի կողքը մի հատ մթերային կա է, դրա կողքը Վարսավիրանոց է, դրա հետևի բանկում ոչ մի հաշիվ չունեմ, սպանեցի։ Դե ինչ եկեք տեսնենք ինչպես կարձագանքի այս փաստարկներին Հայաստան մայրիկը։ Դե ինչ դուք սպասման գոտում եք, հաջորդը մեզ մոտ երրորդ նախագահն է։ Իրոք։ Իրականում ես Հայաստանին շատ էի կարոտել։ Հայաստանը ես չեմ, ինքն է։ Իրականում Հայաստանին շատ էի կարոտել։ Մենակ եմ աշխարհում առանց քեզ, տենչում է իմ սիրտը մենակ քեզ, լուր տանջվում է հոգիս արի տես, արի տես, արի տես։ Դե ինչ տեսնենք ինչ կասի Հայաստան մայրիկը։ Քեզ խնդրում եմ դու գնա, մի փորձիր ինձ պայ մտնել, դրա համար եմ էժել։ Սրտիս էլ կտամ քեզ, մենակ մի գորին էժես, ինչուն էլ կտամ ես քեզ, մենակ կպային էժես։ Որդե մերժը թողիկ էլի։ Տնոս ես տեքստերը ով ա գնում։ Ես եսա կասեմ ով ա գնում։
Ես հպարտ ժողովուրդն ագերում եմ, միացրեք ես ասել։ Իմ խոսքերը քեզ համար էին, երբ դու խով էի, քեզ համար էր, սրտիկներս քեզ համար էր, քեզ համար էր, քեզ համար էր, թոշակները բացրացրեցինք, պարքևատը ճատրվեցինք, ասֆալտները սախալամ էին, քան ու քանդեին, ուր որ գնաս, հետապիլա, մենականից մոտը կգամ, մեծանիրով մոտը կգամ, վարչապետով մոտը կգամ։ Դե ինչ, եկեք տեսնենք այս 4-ից ում կընտրի Ոչ մի Հայաստանի։ բան էլ պետք չի տեսնել, մի րոպե ես պետք է շարունակեմ այս տրամադրությամբ։ Ժողովուրդ ջան, ձեզ տվել եմ սրանից։ Կարող է ուզեք, եք ուզում, հա, իսկ կարող է կուկուրուզ ուտեք։ Հա, ծիծաղում եք, ես անմեղ կուկուրուզ ուտող եմ, իսկ նախկինները կուկուրուզնիկն էին ուտում։ Վահե, ուր ես Վահե։ Վահե ջան, վերջում ջուրի հաշիվը կփակես, հա։ Տես հաչ փակես, քեզ եմ փակելու։ Դե ինչ, տեսնենք ում կընտրի այս 4-ից Հայաստան մայրիկը։ Ժողովուրդ ջան, թող այս 4 հոգին սպասեն։ Գիտեք տարբեր երկրներից ինչ ուզողներ ունեն։ Այսօր աշխարհաքաղաքական դաշտում բուռն պայքար է գնում Հայաստան մայրիկի սրտի համար։ Դանիմանիա երկու հզոր տղամարդկանց պայքարի Հայաստանի սրտի համար։ Դրա համար եկեք լսենք Թրամփի եւ Պուտինի սերենդները նվիրած Հայաստան հայրիկին։ Այսօր աշխարհաքաղաքական դաշտում բուռն պայքար է գնում երկու գերտերությունների միջև։ Դանիմանիա երկու հզոր տղամարդկանց պայքարի Հայաստան մայրիկի սրտի համար, Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև։ Դրա համար եկեք լսենք Թրամփի եւ Պուտինի սերենդը նվիրված Հայաստան մայրիկին։ Քո դիմաց կանգնած եմ ես, թրիփի քավոքն եմ ես, շատ սիրում եմ քեզ, կապած ավտոստամ քեզ։ Քո դիմաց կանգնած եմ ես, խոպանով պահել եմ քեզ, գազ կտամ ես քեզ։ Սիթիզն տամ ես քեզ, ինչ ուզես կարճեցնես, հետո կկաճարես։ Կուզես մարգոյին կտամ քեզ, որ ատուշի չրպես, սիրտով հովացնես, եթե դու կուզես, Հոլիվուդ կտամ քեզ, Վարդանյան գորից պրծնես, նորմալ սերիալ նկատես, ասա ամեն ինչ որ կուզես։ Կուզեմ երջանիկ ժողովուրդ, որին եմ ես անհոտ, չունեմ մտահոգ, ու ես կուզեմ սով Հայաստան, սավատներս հետ կան, ուրից դեր դառնան, ուսանա